Բարև ձեզ, հարգելի հայրենակիցներ, Ալեքսանդրապոլ Լենինական Գյումրի խմբի մասնակիցներ, ինչպես քիչ առաջ տեղեկացրեցի, ուղիղ եթեր ենք միանալու Շալեից, Գյումրի Շալեից, Վահան Թոմասյանի մոտից, խմբին հետևողների շատերը գիտեն, որ այս վերջին մեկ ամսվա ընթացքում Վահանը զբաղված է Գյումրու պատմության մասունքների, դրանք ֆոտոներ են, փաստաթղթեր են, այլ տիպի թղթաբանություն, գրքեր, մի խոսքով մամուլ, ամեն ինչ կա, այդ ամեն ինչի թվայնացման գործընթացով, սա շատ կարևոր նախաձեռնություն է, որովհետև դա արվում է սերունդներին փոխանցելու համար թվայնացված տարբերակներով, հասանելի դարձնելու եւ նաեւ դուք տեղյակ եք, որ մենք զբաղվում ենք ոչ միայն հատկապես Վահանը այս բարագայում պահպանելով այդ մասունքները, ֆոտոները, փաստաթղթերը, այլ նաեւ հանրահռչակելով, ինչը ոչ բոլորին կամ շատ քչերին է հատուկ նման վարքագիծը, երբ ունես եւ ցուցադրում ես դարձնում ես հանրության սեփականությունը։ Հիմա ես ցույց կտամ այդ թվայնացման գործընթացը, Նարեկի հետ է Վահանը անում, ես կամերան թեքեմ, հետո արդեն Վահանի հետ կզրուցենք մանրամասներից, այս թվայնացման գործընթացի նպատակներից, մի խոսքով կզրուցենք մեր քաղաքի պատմությունից, հնարավորություններից, այդ ամեն ինչը ներկայացնելու եւ հանրության սեփականությունը դարձնելու։ Ես հիմա այս տեսախցիկը թեքեմ։ Ահա, Թոմասյանն է, Վահան, բարև։ Նարեկը, որ հիմնական գործը ինքն է անում, Նարեկը լավագույն մասնագետներից է պարսից տեխնոլոգիաների եւ հենց գործի վրա։ Սովորաբար մենք եթե չասեմ 100%, գոնե 99% կամավորական հիմունքներով է եւ Նարեկը Աստծո համաձայնեց ծանր գործը ամեն ուշ երեկո սկսում ենք եւ մինչեւ կես գիշեր, որովհետեւ մոտավորապես 30 տարի ամբողջը հավաքել, պահպանել եմ եւ հիմա ժամանակն է այդ ամբողջը թվայնացնել, օգտագործել ժամանակակից տեխնոլոգիաները եւ սերունդներին մի պատալ կամ փոխանցել սերունդներին։ Դե process-ի ընթացքում դուք լավ ասեք, դերեկան, որ մենք մշտապես հանրայնացրել ենք։ Այսինքն կան հավաքածուներ, կան մարդիկ, որոնք բավականին հետաքրքիր մասունքներ կան քաղաքից, պատմությունից, երկրից, ժողովրդից կամ մարզից, սակայն չգիտես ինչի կերադասում են պահել միայն որպես զուտ անձնական սեփականություն եւ ցավոք սրտի, ինչպես հետա զորություններն է ցույց տվել, դրանց մեծ մասը անհետ կորչում են եւ այդպես է ստանալով հանրային նշանակություն։ Բան, այստեղ ես լրացնեմ քո ասածը, ես նկատել եմ, որ որոշ մարդկանց մոտ շատ-շատերին չասեմ, այդ հավաքածուներ ունեցողների, մի հատ վարքագծային մի յուրահատկություն կա, որ չեն ուզում ցուցադրել։ Ունեն, պահում են, նույնիսկ ասենք ոչ հրապարակային, ասենք անձնապես ուզենաս տեսնել, այնպիսի մի այսպես հրատապությամբ են պահում այդ ամեն ինչը քեզանից, որ զարման, բա հավաքել ես, որ հանրահռչակ ես, չէ՞ այդ ամեն ինչը։ Ես կոլեկցիոներներ, որպես ես ինքս ինձ կոլեկցիոներ չեմ համարում, պարզապես երկրաշարժից հետո երբ ծանր էր վիճակը, երբ թվում էր, թե անհետ կորելու է այս հոյակապ քաղաքի պատմությամբ, իր մշակույթով, հին հուշարձաններով եւ դա այնքան էլ ֆանտաստիկ չէր, մենք գիտենք, որ Երևանի հին շատ շենքեր ամեծ կորեցի, կամ նաեւ այլ օրինակ հիմա երբ որ մենք Շիրակի մարզի պատմական ճարտարապետական միջնադարյան հուշարձաններով, եկեղեցիներով հարուստ շատ գյուղերում չեն կարողանում գտնել ասենք 60-70 թվականից ավելի հին ֆոտոներ, անգամ նույնիսկ լուսանկար։ Դե չասեմ, թե ավելի հետաքրքիր պատմություններ, փաստաթղթեր եւ այլն եւ այլն։ Իհարկե Արարատ ամսագիր եւ նման շատ ամսագրեր, որոնք ի շնորհիվ այն նվիրյալների մեր հայ ազգի
որոշ բաներ մնացել են, բայց պատկերացրեք, եթե յուրաքանչյուր քաղաք կամ գյուղ որևէ մեկը իր կվերցներ եւ այդ մասունքները կպահեր, կպահպաներ, նաեւ կհանրայնացներ որևէ մամուլում կամ կփոխանցեր սերունդներին։ Հիմա մենք այդ թերությունն ենք ուզում շտկել, ցավոք շատ բաներ կորել են, բայց 30 տարվա ընթացքում հաջողվել է հսկայական։ Հիմա մենք օրինակ վերջին մեկ ամսվա ընթացքում մոտ 5000 միայն Լենինագրանյան շրջանի լուսանկարներ ենք թվայնացրել։ Ու նաև փաստաթղթեր։ Փաստաթղթերը նոր ենք սկսել, մի քանի օր ենք սկսել, առհասարակ այն ինչ վերաբերում է Գյումրի Լենինականին, մենք փորձում ենք այդ ամբողջը թվայնացնել, իսկ մեր մոտ օրինակ Լենինականի մասին կամ Լենինականի գործարանների մասին տպագրված գրեթե ամբողջ բրոշուրները եւ գրքերը հավաքել ենք։ Մեկտեղել ենք, ես համոզված եմ որևէ այլ կեսկատակ ես ուժասեմ, որ սա հսկայական գիտահետազոտական ինստիտուտի գործ ենք մենք միասին կատարել եւ Ալեքսանդրապոլ Գյումրիով եւ նաեւ այստեղ արդեն պրակտիկ ասում ենք Գերնի փողի վրա։ Ես մեկ հանգամանք եմ ուզում շեշտադրել, ուղղակի հեռախոսը փոխանցենք Նարեկին, թող Նարեկը նկարի, Նարեկ ջան, այս գործն էլ կամավորական հիմունքներով Վահանը հիմնականում Շիրակի մարզ ու Գյումրի քաղաք, չէ՞։ Կան ուրիշ ֆոտոներ, ուրիշ վայրեր, բայց հիմնականը Վահանի հավաքածուի ունիկալությունը հենց դրա մեջ է, որ ինքը նեղ տեղայնացված հսկայական ֆոտո վիդեոհելը չէ, ֆոտո արխիվ ու փաստաթղթերի մամուլի մեծ հավաքածու է։ Ես կարող եմ ասել, որ եթե Շիրակի Գյումրու մասով ենք մենք նայում, աշխարհում չկա նման հավաքածու ունեցող։ Ես չգիտեմ լուսանկարների նույնիսկ ասում ամբողջ առասարակ ինչ Լենինական Գյումրի մասին տրվել է առնվազն վերջի 100 կամ 120 տարվա ընթացքում, այդ ընդունում է փոքր բրոշուրներ եւ այլն, այդ ամբողջը կա հավաքած, փորձեն ենք հավաքել, լուսանկարները անկրկնելի է, նույնիսկ լավագույն լուսանկարիչներ, որոնք այցելել են, գնահատել են, որ սա տարածաշրջանում երևի առանձին վերցած որևէ ռեգիոնի վերաբերյալ, թե ասում հազարավոր լուսանկարներ ունեն Ասից, Հա, դրանք չեն քաշում, բայց միայն բաներ Շիրակի մարզը միտք չունենք թվայնացնելու, որովհետև մենք ընդունացված ենք, առհասարակ ես մարդը երջանիկ երբ կարող է, երբ որ իր գործունեությամբ ինքը պատմության որևէ հետք է թողնում, ես միշտ առհասարակ մարդկանց հետ շփվում եմ Երևանում, ասում եմ, պատկերացրեք 100 տարի իսկական լավ մարդիկ են ունեցել գյուղը, պաշտոնյաներ են եղել, լավ կամ վատ, բայց լուրջ հետք գյուղում չես գտնի։ Նույնը Գյումրիում պատկերացրեք, եթե մենք այս հին կառույցները, որոնք մեր հիմնադիր հայրերը միշտ ասում են այդ բանը, Ալեքսանդրապոլի հիմնադիր հայրերը չէին կառուցել շենքերը։ Հիմա մենք ինչ էինք ցույց տալու։ Ֆրանսիայի, չգիտեմ, նախագահ կամ հյուր հիմա որ քաղաքի կենտրոնը իշխանես կամ հյուր ինչի պիտի կային Լենինական։ Հարյուրավոր նոր քաղաքներ կա, բայց չեն գնում, չէ՞։ Իմիջիայլոց թանգարանների մասով քննադատական բան հիմա երևի եթե մենք սկսենք մենք ենք խորացել։ Չէ, բանի մասին խոսել ենք, էլի, որ մեր ազգային պետք է մարդը ինքը պետք է հասկանա, հատկապես մարդը, որը որոշ բանի է հասել, ասենք ունի ընտանիք, ապահովված են, երեխաները կրթություն են ստացել, իր ամեն մարդ իր գործը, ինքը պետք է հասկանա, երբ որ մի տարիքի է հասնում, ինքը պետք է հասկանա, թե լավ, հանրային, հասարակական առումով, ազգային առումով, պետության առումով, ինչ հետք է թողնում երկրում։ Հիմա, եթե ես ամբողջը հավաքեի, այս մեր առաջին հանրապետության դրամներն է, շատ կան, բայց հետաքրքիր է։ Եթե այս ամբողջը չթվայնացնենք, չհանրայնացնենք եւ սերունդներին չփոխանցենք, այս ամբողջը կորած կապիտալ կհամարվի եւ մի բան էլ ես վնաս կհասցնեի մեր քաղաքի մեր մարզին, որովհետեւ հավաքել եմ այդ ամբողջը, թաքցրել եմ միտեղ, հետո կամ կվաճառվի, դուրս կգնա, իսկ ես փորձել եմ ամբողջը պահել քաղաքում եւ հիմա այս process-ի ընթացքում ենք եւ
բարեբախտաբար մենք հասանք, ashut մենք այս ամբողջ անում ենք հանրային հասարակական հիմունքները, ոչ կրանտե, ոչ պետությունից։ Այդ մասին բան, դուր ես ասեմ, նախ բանը հիվանդագին մոդեցում ունի, հենց որ ինչ-որ բան ուզում են քաղաքին վերաբերող բնականաբար, ուզում են դուրս անել քաղաքից, միանգամից ամեն ինչ անում է, որ այդ մասը։ Այսօ չի նշանակում, թե մեզ կրանան են պատրաստելու։ Այդ երկրորդ մասը։ Հին լուսանկարների կները ես հանեցի։ այդ իմիջիայլոց էդ էլ ասեմ, որ չարաշահում են, ասենք, հիմա, նորմալ լուսանկար է, բայց իր արժեքը ենթադրեք 2000 դրամ է, սովորաբար։ Բայց հենց վահանը մոտենում է, ասում են 50,000 դրամ։ Էդ մենք հանրայնացնում ենք և… Այդ մասը, ես ուզում եմ հենց այդ անվճարի հետ կապված, որովհետև ես խոսակցություններ եմ լսում, հավանաբար դու եք լսածկել, թե ինչու են սրանք նման բան անում։ Վահանը ֆոտոներ է հավաքում, ես չգիտեմ, հանրայնացնում եմ, վահանը հանրայնացնում է, ասում են առանց քարի կոպիտ ասած, նման բան անել կլինի։ Բայց չեն բան անում, որ գաղափարական կարող ես մոտենալ այդ ամեն ինչին ու ամեն ինչի տակ չփնտրել անձնական շահ, չգիտեմ, հենց այդ պահին ինչ-որ շահույթ ստանալու հնարավորություն, սերունդներին թողնել այդ ամմաության գաղափարներին, որ դու ասում, ինչ հետք ես թողնում, դա ամմաության գաղափարն է նաև։ Այսինքն այս որ մնացել է, ինչ որ մեկը… Սա մի փոքր, այնպես չի, որ մենք շատ կարևորում ենք, բայց քաղաքի կարևոր դետալ է, այսինքն… Ու նման հազարավորներ է կան, որոնք պետք է պահպանել ու փոխանցել։ Իհարկե ցանկացած գործունեություն գումար պահանջում է, բայց պետք է հասկանալ, որ եթե նվիրումը մարդու էներգիան չներդնես, դու չես կարող դու հանրային կամ հասարակական ազգային որևէ գործունեություն ծավալես։ Անշուշտ իմ բախտը բերել է, որ կան լավ ընկերներ, ովքեր ասեք այս տեխնիկան, որ հիմա թվայնացման համար են օգտագործում, բնականաբար ես չէի կարող Հայաստանում կամ իմ միջոցներով գնել։ Բայց պարզապես կա այն վստահությունը, որ իմ լավ ընկերները և ամերիկահայ շատ նվիրյալ հայեր, և Ջակուրի ջանը, և Լևոնը, և Սերոժը, մյուսները, և Աստինը կես բառով նվիրել են։ Նորից եմ ասում, որոշ, բայց եթե նրանք գիտենան, որ ես նաև աշխատավարձ, ես կամ նարել մի բանել աշխատավարձ, կամ այս ամբողջ փաստաթղթերը լուսանկարները մենք որոշակի գումար ենք ներդրել, նորից դա գումար է պահանջում։ Հաստատական միջոցներից, բայց ինձ չի, որ մենք գրանտ ենք ստացել կամ պետությունը կամ որևէ մեկը մեզ ֆինանսավորել է, որ մենք ձեռք բերենք 30-35 տարի այս ամբողջը հավաքել և առանց կոպեկի փոխանցել սերունդներին, փոխանցել երկրին, Ալեքսանդրապոլ Գյումրիում ես տեսնում եք։ Եվ ես և Տերենի կերուսները արդեն հազարավոր ֆոտոներ, պատմություններ շատ չարչարանքով ենք ձեռք բերել, անձնական միջոցների ծախսերով ենք ձեռք բերել կամ խնդրել ենք սրան նրան։ Հիմա թվայնացման համար նաև մեր լավ ընկերոջ ավագին իշեք, որ մեծ խորհուրդներ է տվել Հայաստանի լավագույն մասնագետին, ով նաև այդ խորհուրդներ է տվել, բայց ես նորից ասում եմ, եթե մարդը թեկուզ մեծ կարողություններ ունի, ինքը որևէ հետ չի թողնում, չի ապահովում իր գործունեության երկարաժամկետությունը, չասեմ հավերժացմանը։ Հիմա մենք փորձում ենք այս մեր քաղաքի պատմությունը, այնինչ հավաքվել է, փորձում ենք հավերժացնել, թե ինչ է, կարող ենք զրույցերով նաև նկարներ տեսնենք, որ հետաքրքիր լինի մեր խմբի անդամները միայն մեր դեպքերը չտեսնեն։ Այս ֆոտոն երևի խմբում դրել ես։ 30-ականների շատ հետաքրքիր շենք է, որ այգու կողքը և նաև այսպեսին է եղել։ Այստեղ են հիվանդանը, հիմա որ տվել են երկրագիտական թանգարանին, այս այդ շենքի տեղը այդպես է։ Սպիտակ հիվանդանց տեղը, որ կառուցեցին, սա կոպի է, բայց մենք օրիգինալներով ենք, սա Մանգատան, Ալեքսանդրապոլի Մանգատան, սա աստեն Կարմիր խաչի Մանգատունն է, որ ամերկոմի մանգատները վերազվեցին, երբ որ փոխանցեցին Վերնականին,
գյումրեցիների Տիտուր Ալեքն է, որ նորից հերթ է կանգնած թվայնացման համար։ Ես չես թվայնացրել էլ։ Չէ, սա 47 թվականի Լենինականի կարի արտելի, սա շատ հետաքրքիր լուսանկար է, բան է։ Այս մեղ գործարանը։ Մեղ գործանն է, մեղ գործանն է։ Այս ահագին քննարկում է։ Հա։ Տեսնում եք, մեղ գործան երբ որ բանը չկա։ Մանկական երկաթուղին եւ այդ կառույցները չկա, նաեւ ծառերը չկա։ Սա շատ կարեւոր է բանը այն առումով, որ տեսեք, եթե ցանկություն լինի, ինչ հոյակապ անդաղ կլինի, ինչպես արել են Բոլշևիկյան շրջանում։ Այն կողմը, Այս ամբողջը թվայնացվելու է եւ մեր սերունդներին է փոխանցվել, որովհետեւ ինքը թուղթ է ժամանակի ընթացքում հնարավոր է մաշի եւ հետո չես կարող թուղթը տպագրել բաժանել, բայց միլիոնավոր մարդիկ կարող են դիտել այն լուսանկարները, որոնք թվայնացված են շատ բարձր որակի։ Ասենք Գյումրու պատմության հավաքել, հետո այդ հանրահաշակել, հավաքելը շատերը հասկանում են, բայց այդ հանրահաշակելը շատ քչեր են հասկանում ու անընդհատ ինչի ազգային նշանակության իրեր են պատմական առումով, որտեղ անտիկվայատ կարող է եվրոպական կամիկ է սավակը։ Միջանոց ասեմ, հա, Եվրոպայում կարելի է շատ հարմար կներով հազարավոր բաներ գտնել, բայց ազգային այսինքն տեղական վերաբերվում է մեր Ալեքսանդրապոլ Գյումրի ինչ-որ մի ժամանակաշրջանի Հակոբ Աբին, քաղաքի պատկերներին, կամ վարպետների ձեռքի աշխատանքին, արխիվային փաստաթղթերին, դրանք պարզապես անխոհություն, եթե չասեմ հանցագործություն կլինի, այդ ամբողջը մերձնել, եւ չհանրայնացնել, եւ չփոխանցել սերունդներին։ Թանգարանները այդ դերը ցավոք սրտի չեն կատարում։ Ես ամենայն անկեղծությամբ ասում, եթե ես ուժարական հիմա այս իմ ամբողջ կնվիրեի որևէ թանգարանի, եթե այն գործը, որը մենք ենք անում, իրենք անեն։ Վանչա 40 տարի թանգարան կա, որ ցուցադրությունը չի փոխվում։ 40 տարի նաև կարևորագույն թանգարան, երկրագիտական թանգարանը, որը ունի ցուցասրահ ունի։ Հետո ես շատ թանգարաններ եղել եմ, այդտեղ թանգարան մտա, երբ որ լուսանկարը մենք աչքի լուսի պես պահում ենք, չգիտեմ, հատուկ պատկերի մեջ թվայնացնում ենք, այսօր 5 լուսանկար է բանից, նախապատին է խփած։ Բանը մի քիչ քիչ է պետք, այն է խոնապատին։ Դրա համար ես ասում եմ, մենք նորից ենք խոսել, մեր թանգարանները ճիշտ է ճոխել, սիրուն են, բայց շենքերն են գեղեցիկ։ Ասենք Տիտովցյանների թանգարանը իր ներսից գրեթե 70%-ով չի արտահայտում մեր քաղաքի այն հարուստ պատմությունը, այն հարուստ երկար ժամկետը, հազարամյա պատմությունը այս քաղաքի Միջից վիճակագրական եվրոպական մի տուն է, Տիտովցյանների տուն է։ 19-րդ տարի, 20-րդ տարի Կա մի քանի վարպետի ձեռքի արհեստավորների գործեր, դրանից դուրս, ասեք, լավ, 1860-70-ից են կողմ մենք պատմություն ունեցել ենք, թե չէ։ Դա միայն կարող է երկրագիտական թանգարանի տեսականին այդ իրանց բաները ունենային, դա հիմա որ շատ վատ պայմաններում դրված է այդ նեղ վայրում, դրանք կարող էին արտացոլել, մենք անի ունեցող միջնադարյան հզոր մշակույթ, հիմա Շիրակի մարզում տասնյակ միջնադարյան կառույցներ ունենք, երեսներ ունենք։ Շիրակի մարզում, ոչ միայն Շիրակի գյուղերում, այլ նաև Գյումրիում ոչ միայն Ալեքսանդրոպոլի շրջանում, այդ մասին շատ ենք խոսել, այլ նաև Լենինականի 20-30-ական թվականների կառույցների մեծ մասը անի դրոշմը կրող ճարտարապետական պատմամշակութային արժեքներ են։ Այսինքն այդ անի ազդեցությունը մենք զգացել ենք որևէ թանգարանում ներկայացված չէ։ Այսինքն այդ մասին շատ քիչ է խոսվում, որ անի տրամաբանական ոնց որ շարունակողներն ու ժառանգորդներն են։ Այսօր ես 10 ժամ աշխատել եմ գյուղում 1001 գործ ունեմ Տաշտերում, եկել ենք մինչև կեսգիշեր նստած թվայնացման աշխարհում, որը ես դի չանեի։ Թանգարանները կանեն, ես էլ սիրով կտայի, եթե իրանք կարողանային անել, բայց մենք տանենք, ոչինչ, 1001 գործ մարտերնագես։ Բան, այստեղ շատ կարևոր բան ասեցի, այդ պատմության մեջ հետ թողնելու մասով ու մեծահարուստների հետ կապված այդ մասները շատ խոսել, Ալեքսանդրապոլում շատ մեծահարուստներ են եղել, չէ՞։
ավելի շատ քան հիմա կամ վերջին 30 տարվա ընթացքում ու անհամեմատ ավելի հարուստ, նույն Զիտովցյաններ, Յուզբաշովներ, Էլբակովներ, Դրամյաններ, Վարանյաններ, որոնք անհամեմատելի մեծ հարստություն են ունեցել նույնիսկ ներկա բանում, բայց իրենց մասին մենք կծկտուր տեղեկություններ ենք ստանում այն գրավոր աղբյուրներից, ասենք Կարանյանները ֆինանսավորել են ենթադրենք Անիի պեղումները։ Անիի պեղումները։ Այդ Խորամանյանին կացարան են տվել, որ այսինքն մշակույթին նվիրված գործունեությունը, գրքի հրատարակությունը Թորոս Խորամանյանի, այսինքն այդպես են նաև իրենք մնացել պատմության մեջ, իրենց մասին խոսում են, որոշների մասին ընդհանրապես ոչ մի բան չկա։ Եվ հիմա, դեպիցան, հիմա ես առասարակ ուրիշի գումարներ փողեր հաշվելու սովորություն չունեմ, բացապես ասում եմ, որ եթե լուրջ, ասենք, թանկարժեք մեքենա ես վարելու, կամ թե մի ճոխ սեփական տուն ես կառուցում եւ այլն, դրանով դու հավատացեք 90%, 99%, նույնիսկ 100%-ով հենց առաջի սերունդները դա ամբողջը բաժարանը գնալու են։ 50 տարի հետո այդ բանից հետ չի մնա։ Երկարաժամկետ մտածեք, երկարաժամկետ ձեր հետքը թողնելու մասին, որովհետև դա մեծ հաճույք է։ Հավատացեք հիմա, որ ես հասարակական հիմա, որ մենք եկեղեցին մատաղատում կառուցեցինք, չգիտեմ, շարունակում, ավելի մեծ հաճույք եմ ստանում, բայց մասնատարամասում մեր տունը նորոգեցին։ Բայց այդ էլ չեն հասկանում, ես շատ եմ լսել, թե ինչ է Վահանը անում։ Օրինակ ասենք, ինչ է փոխ ասում, Բագրավան լավ բարեկամներ ունեն, սարքելու, չգիտեմ, մատուր սարքելու, մատաղատում հանրային նշանակության, այսինքն այնտեղ որևէ մեկը չի վճարում, հա, այնտեղ ինչ-որ միջոցառում անցկացնելու համար, ու շատերը չեն ընկալման խնդիր կա, էլի, ասենք չի կարելի, ասենք փող ծախսես հանրային նշանակության ինչ-որ օբյեկտ կառուցել, ինչի համար։ Տեսեք, նոր ցանկացած գյուղ գնում եմ, որ խոսում եմ գյուղի պատմությունից, ասում եմ Mən laf, maştımı, çizim, ինչ է թողել։ Ինչ այգի է թողել, նատ գեղեցիկ հուշարձան է թողել, գյուղում ոչինչ։ Եթե չասեմ, որ շատ մարդիկ գյուղը թալանել, գնացել Երևաններ, լավ տներ են արել, բայց տները չի մնա։ Ոչ մեկի ունեցվածքը իր միշտ սերունդներին չի մնալու։ Որտեղ շարժ է միշտ, տեղափոխվելու են, վաճառելու են, գնալու են, արեք այնպես, որ երկար հետք թողնեք։ Դրա համար պետք է հանրային, ազգային, պետական գործունեություն ծավալեք, պատկեցեք, այո, ձեր հայրենիքում մի բան ստեղծեք հանրային նշանակության, հասարակական նշանակության, որ սերունդները հիշեն, որ երկարաժամկետ հիշեն, ցանկացած մարդ հատկապես այն տարիքին, երբ ասում է, որ 60-ը տանցնում է դրանից հետո նորից դու շարունակես մտածել քո երեխաների մասին, միայն քո ընտանիքի մասին մտածել, եկեք մտածես։ Պարզապես չգիտեմ ինչ է։ Սովորական մարդ ես, երբես միլիոններով եկան։ Դրա համար փող ունեցողներին, փողատերերին, նույնիսկ եմ ասում, իրենց եւ գյուղում ասած այդ Կարանյանները, մյուսները մնացին իրենց քաղաքի համար կամուրջներ, այգիներ, գեղեցիկ ճարտարապետական կոթողներ, տներ կառուցելով։ Հակառակ դեպքում իրենց միլիոնների մասին մենք ոչ իմանանք, ոչ իրենց մասին։ Այսինքն նույն Զիտովցյանների մասին դներով ենք իմանում, չէ՞։ Այսօր հարուստները, այսօր մեր խորհուրդը, մեր եթերի խորհուրդը հաստորեն սպասելի եղավ իրաց։ Եթե գնացեք ձեր 5 գյուղերը, ոչ թե ամաչեք, ոչ թե որևէ գյուղից եք, այլ գնացեք այդ գյուղերը որևէ մի հանրային նշանակության, հասարակական նշանակության բան կառուցեք, թող լինի ձեր հետքը եւ մի քիչ ձեր գործունեությունը երկարաժամկետ դարձեք, որտեղ շիկեր մեքենան լինի 100,000 թե 200,000 կամ շիկեր առանձնատունը կամ չգիտեմ Եվրոպաները մանկալ եւ այլն, որ դա երկարաժամկետ հետք չէ, դա ոչ մի հետք է։ Մենք հիմա շատ ենք խոսում, որ հայերը կառուցեցին Թիֆլիսը, հայերը կառուցեցին Բաքուն, մյուս քաղաքը, բայց այդ կառուցվածքներից մնաց այն, ինչ որ կառուցվել էր Հայաստանի տարածքում։ Ալեքսանդրապոլ, Զիտովցյանները, Յուզբաշյանները, Տրամպյանները Ալեքսանդրապոլում կառուցածից շատ անշարժ գույք ունեին Թիֆլիսում, Բաքվում, Կարսում։
Բայց մնաց այն, ինչ որ կառուցվել նրանք պատմության մեջ մնացին նրանա, որ կառուցեցին իրենց հայրենիքում։ Հիմա փոքր հայրենիքը իրենց քաղաքն է, իրենց գյուղն է, ես դուք գնան կառուցեն, չգիտեմ այգիներ կառուցեն, խաղարավարներ կառուցեն, եկեղեցիները նորոգեն, մատուռներ, բայց չեմ ասում ոնց ինչ կառուցել, պատմաճարտարապետական լուրջ նշանակության կառուցել, որևէ եթե հավաքածուներ ունեն, պավի նկարներ եւ այլն, այդ ամբողջը հանրայնացնեն, սեկտեյը պայել է տարագի մեջ, նա դու կարող ես աչքի լույսի պես պայել, հավատացեք ձեր սերունդները, ձեր երեխաները չեն պայել։ Հիմա ինչ ցավով եմ ասում, վիրավորելով։ Հա, այդ դու ասում ես, այդ ասեմ թե չէ, բան, ֆոտոները վերացնելու գործում ամենամեծ ներդրում նով է ունեցել։ Հարցները։ Հա, այդ հիմա չեմ ուզում ես մեր մենք սովորաբար ես տերենիկը միշտ որևէ մի թվորտում քննադատական ասում ենք հիմա այլով ավելացա մեր հագարագործների շարքերում, հիմա հարցներին են մեր թեմանը, բայց մի մոդա է, ստաց ասում են, բանը, մահացածի լուսանկար տանը չեն պահում։ Եվ ամբողջը սկսեցին այրել կամ հուղարկավորել մահացողի հետ։ Ես միշտ գիտեմ, որ մի կողում կլարնետը, թիվիզի հին կան, ասում մահացողները տրեցին, պատմական, չգիտեմ ինչ վերենք հրավումներով և այլն։ Ես մի արեք նման բան, լավագույն դեպքում կամ հանգարներ նվիրեք, կամ գոնե թվայնացրեք, հանրայնացրեք, օրիգինալը կարող է չլինել, բայց գոնե լինել են կողմերում։ Հիմա ասում ենք, մեր Շիրակի մարզի գյուղերից, եթե Թորոս Թորոմանյանի լուսանկարները հանես, որևէ բան չի մնա դրանից։ Այսինքն գյուղերի բնակիչները ոչ մի լուսանկար չեն ունեցել, ո՞նց չեն ունեցել։ Գոնե հարուստներն էր այդ գյուղերում, քահանաներն էր այդ գյուղերում, գոնե մեկ երկու հատ կունենան։ Չէ, ոչինչ ասել է, որ այստեղ հանրահարչակելու, հանրայնացնելու հետ կապված մի բան ասեմ, ինձ դա ուրախացնում է, որ արդեն, ասենք, խմբում Ալեքսանդրապոլ Լենինական խմբի, եթե մարդու լուսանկար ենք դնում, բոլորը սկսում են ճանաչել։ Հաստատ ճանաչողներ, ինչ որ մեկը ազդեցիկ խումբ է։ Հա, այսինքն 40-50-ական թվականներից հետո հատկապես միանգամից ճանաչում են եւ դա օգնում է նաեւ պահպանելու սերունդների փոխանցելու առումով։ Հիմա Վահանի մոտ ասենք կարող է հազարավոր ֆոտոներ կամ մարդկանց, որ չգիտես ով է, ինչ է, կարող է շատ արժեքավոր է, շատ լավ մարդիկ են, շատ լավ գործ են արել, բայց քանի որ չկա այդ ստորագրությունը, տուժում է այդ ամեն ինչը։ Դրա համար դա էլ է օգնում, որպեսզի Այսօր մի գիտակցության պետքան, այն իրը, որը թեկուզ պատկանում է որևէ անձի, ասենք իր ժառանգել է իր պավից, տավից կամ ինքն է եւ այլն, որը ունի ազգային կամ համաքաղաքային կամ համամարզային նշանակություն, թող ինքը համարի, որ դրա վրա իր վիազորությունները ամբողջական չէ, հարստավոր չէ։ Համարի, որ դա ազգային արժեք, ինչպես է լուսանկարները։ Ես չեմ կարող այդ լուսանկարները վաճառել կամ փոխանցել կամ այրել, թե ինձ է վերածնել, ինձ է պատկանում։ Որտեղ ես եկամ գիտակցում, որ հասկանում եմ, որ սա ազգային արժեք է։ Ամբողջ քաղաքին, ամբողջ մարզին է պատկանում, հետո ինչ որ իմ մոտ է։ Նույնը ես կոչ եմ անում, որ այն մարդիկ, որոնք այդ ամբողջությունն են, հանրայնացնեն, աչքի լույսի պես պահեն, փոխանցեն, չգիտեմ, փառք Աստծո հիմա էլեկտրոնային համացանցային հնարավորություններ կան շատ է, եթե նախկինում միայն կարող ես թերթի շատ որակով տպագրել, հիմա կարող ես շատ գերազանց որակով որևէ սոցիալական կայքում տեղադրես եւ տարածվի։ Ես մի բան եմ ասեմ, մի քանի օր առաջ երբ սկսում էի թվայնացման գործընթացը, լենտ էր։ Ֆոտոապարատի 2000-ականների սկզբեր 90-ականների վերջեր նայում ենք, թե ապրել ենք, տեսել ենք, առանձնահատուկ որևէ բան չկար։ Ասենք շորեր, այգում նկարված, ուսանող, չգիտեմ, այլ աշակերտ, մի խոսքով սովորական մարդիկ են, Վահանը շատ հետաքրքիր բան ասեց, հիմա մեզ հետաքրքիր չի այդ ամեն ինչը, բայց պատկերացրու, ասենք մի 60 տարի հետո, 70 տարի հետո, ինչքան հետաքրքիր է լինելու մարդկանց այդ վիճակով ուսումնասիրելու Գյումրին, ասենք 90-ականներին, 2000-ականների սկզբին, մարդկանց հակու կապը, շենքերի դասավորվածությունը եւ այլն։
Այսինքն այն ինչ որ մտածում եք, որ դե լավ է գումա հետաքրքիր, կարծում եմ մի քիչ փոխեք այդ մտածողությունը, որովհետև շատ բաներ կա, որ իրոք արժեքավոր են դառնում ժամանակի ընթացքում եւ դրանք արդեն ճիշտ նշեց բանը հնարավորությունը կա թվայնացնելու, հալարճակելու, պահելու դրանք ինչ-որ մենք հավաքում ենք այդ պատմությունը մոզաիկա կամ խճանկար է ամենքը իր դետալներով մենք դետալ այդպես հավաքում ենք շատ բաներ այլ տեղերից ճշտելով ասենք շենքի ուզում ենք հասկանանք ինչ շենք է օրինակ հազարատ ֆոտո ենք ուսումնասիրում մարդկանց չգիտեմ ինչ թերթեր ու հանկարծ ասենք մի տեղից գտնում ես թե այդ համեմատելով թե դա ինչ է այսինքն ինչ է ասածս ինչ է որ այդ քիչ թե շատ արժեք ներկայացնող ֆոտոներ, փաստաթղթեր, հատկապես եթե հայտնի մարդկանց է դա վերաբերվում աչքիլսի պես պայեք, հանրահռչակեք թանգարաններին կարելի է նաև հանձնել այդ ամենը Եթե չեք էլ ասում պայեք դրանով միլիոնատեր չեք դառնալ այս հանրայնացել շատերը կան որ մտածում են որ կարող են միլիոնատեր դառնալ չէ ժողովուրդ նույնիսկ Ամերիկայից իմ ընկերները շատ Ալեքսանդրապոլ Գյումրի Լեննագայնյան շրջանի լուսանկարներ գնել են Ամերիկայից բնականաբար տեղից է գնացել չէր կարող Ամերիկայում հայտնվել նորից հետ են վերադարձել Գյումրի այսինքն լուսանկարների մեջ կան շատ լուսանկարներ որոնք տարել էին շատ շուտ վաճառել էին Ամերիկայում հիմա գնել եւ նորից վերադարձել են իրենց ընտանիքը եւ ես ուրախ կլինեմ որ այդ ամբողջը մասունքները որոնք Գյումրիին են, Շիրակին են, հենց պահպանվեն, հանրահռչակվեն, մենք ևս մեկ անգամ կոչ ան, մենք հարթակ տրամադրում ենք Գյումրու պատմությանը, մշակույթին, Շիրակի մարզի, նաև համընդհանուր վերաբերող տեղեկություններ, լուսանկարներ, վիդեոներ, մեծ սիրով ձեր կողմից կարող եք դնել, հրապարակել, անպայման մեր չէ որ մեզ ուղարկեք մենք դուք եք հնարավորությունը կա, եթե դրան առաջ Լավ այո, այս քանը երևի շնորհակալություն, Զանին հաջողություն մաղթենք, Նարեկին շնորհակալություն